Սեդայի համար ամեն օրը սկսվում է թոռների հետ ջերմ գրկախառնությամբ։ Տնից դուրս գալուց առաջ նրանք անպայման տատիկին ամուր գրկում ու համբուրում են։ Սեդան էլ առանց օրտնանքի նրանց բաց չի թողնում։ Իրանք ինձ են ուժ տալիս, ես էլ իրանց ինչ։ 73 տարեկան որդեկորույս կնոջ համար հիմա աշխարհը իր խնամքին մնացած 4 անչափահաս թոռների շուրջ է պտտվում։ Արցախի Մարտունու շրջանի Մաչկալաշեն գյուղում էր ապրում։ Մինչև 2016 թվականը 42 տարի գյուղի ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհին է եղել։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին պատերազմի օրը որդին Վահրամը Իվանյանում էր, ինքը թոռների հետ Մաչկալաշենում։ Անձրևոտ օր էր, հետո երբ եղանակը բացվեց, տղա երեխեք են չեն համբերի, ընկողնը մնան, ասին տատի գնանք ընկույզ թափենք։ Ինք էլ մի 10 հատ ընկուզենի ունեինք, մի 2 հատ արդեն կտրել էինք փայտի համար, որ մթեր ենք ձմռան, համար մնացած է, երեխեքը վահեն, բարձրացավ թափ, մենք էլ հավաքում էինք, 2 դույլ լուծվեց, հարոց տարավգի, եկավ հաջորդին հենց մի բուր լուծնիկ դեհանք, խպեցին մեր տան դիմասն էլ, սարչել լերթում, դրա վրա մեր պոստներ, հենց ուղեղ պոստի վրա, այդ սկուն վազեց երեխեք, վազեք մտնենք մեր գարաժը։ Սակայն պատերազմն ամենասարսափելի փորձությունը չէր, ինչ ճակատագիրը պատրաստել էր այս ընտանիքի համար։ Որդու հետ հաջողվեց կապ հաստատել միայն հրադադարից հետո։ Պայմանավորվեցին սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտում հանդիպել։ Գյուղ բերող ճանապարհները փակ էին, Վահրամը չէր կարող մոր ու երեխաների հետևից գյուղ գնալ։ Սեդան Մարտունիում լսեց վառելիքի պահեստի պայթյունի մասին։ Մարտունի արդեն ինտերնետ կար հեռախոսով, նայեցի տեսա ասմա բենզինի, ոնց էր գրած, պահեստ, չգիտեմ, պայթուն է եղել կան զոհեր և վիրավորներ, ոտից խպեցի ասի տեսե, պատերազմի զոհերի քիչ այմ էր բենզինի հերթում են մարդիկ, ես ինչ իմանամ, թե իմ երեխեքնել են ընդեղ, չգիտեի չէ։ Ստեփանակերտում ապրող հարազատներից իմացավ, որ որդին ու թոռնել էին Հայկազովում։ Ասացին Վահրամը վիրավորվել է, բայց լավ է, խոսում է։ Մի թոռս Երևանում զանգում, վերջը, ասում է, լավ է, հետո խոսացել եմ, աղջիկուսա զանգում Ստեփանակերտում էին, իրանք էլ 20 Ջիվանյան գյուղի եկել Ստեփանակերտ մնացել, մինչև ժամը 3 Վահրամի մոտ ենք եղել, չանհանգստանաս, լավ է եղել, խոսել է, վերջը։ Սեպտեմբերի 26-ի առավոտյան մայրը ստացավ իր կյանքի ամենասարսափելի լուրը։ Վիրավոր որդու սիրտը չդիմացավ։ Եկած ավտոբուսի սպասելուց Երևանը տղա զանգել է, թե մամ երեխեքը մոտը, ասում հա, ասում է երեխեքից մի քիչ հեռու գնա մի բան ասեմ, արդեն հասկացա, ասի վա ինչ ես ասելու, դե երեխեքը ինձ բաց չեն թողում, երկու քայլ են կողմանը գնացի, թե բա Վահրամի սիրտը չի դիմացել, առավոտը, իշելու վերջը մահացել։ Հարությունյանները հազարավոր հայրենակիցների հետ բռնեցին բռնագաղթի ճանապարհը դեպի Հայաստան։ Լրիվ դատարկ, լրիվ անհույս, կորուստները շլակած եկանք։ Թոռս վիրավոր էր, թոռիս քեռին էր վիրավոր, որ 26-ին Վահրամն մահացել, հոկտեմբերի 3-ին հարսի սաղբերը մամելն մահացել, նոյեմբերի 14-ին
գորնա մահացել։ Վահրամն ու Գորը հուղարկավորվեցին Հայաստանում։ Սեդայի համար ուժեղ մնալը ընտրություն չէր, այլ անհրաժեշտություն։ Նա գիտեր, եթե ինքը թուլանա, մյուսներն էլ չեն դիմանա։ Անտանելի ցավը սրտում նա ամեն օր փորձում է 3 որդիների ու աղջկա իր խնամքին մնացած 4 անչափահաս թոռների համար լինել տուն ու հավատ։ Ոնց որ սա ինձ էին նայում, պետք է ես ապրեի, որ իրանց էլ հույս տայի։ Տղաս մեծ աչքերով որ գնաց տեսավ երեխեն արդեն վերջի եկավ ասաման որ գոռում մահանա ես ինձ սպանեմ։ Ասի չէ ջանետ այդ բաներ չանես, բա ես ոնց եմ դիմանում, պետք է ինձ նայեք։ Սաղ համար էլ իրենց երեխեն քաղցրա, պետք է դիմանաս, իրար պետք է նայենք, իրար պետք է օգնենք, այդ բաներ չանես։ Տենց ապրեցինք, ինչ անենք։ Առաջիներից մեկը, որ բռնեց Հարությունյանների ձեռքը, հայորդի բարեգործական հիմնադրամներ, դառնալով հույսի եւ վստահության այն հենարանը, որի կարիքը նրանք այդքան ունեին։ Հիմնադրամից զանգ ստացավ 2023 թվականի հոկտեմբերին։ Երբ որ հայորդին Վաչեն զանգեց, եկան գնացին, մեզ հույս տվեցին։ Իսկապես որ ապրեցրին մեզ, ապրելու հույս։ Հայորդին մեզ ուժներ շնչեց, հույս հավատ, որ դեռ ամեն ինչ կորած չէ, որ կա բարի մարդիկ, որ կօգնեն, մենակ չես զգա։ Թոռների համար նոր օջախ ստեղծելու նպատակով Սեդա Հարությունյանը օգտվեց Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից։ Նոր տունը կահավորվեց հայորդի հիմնադրամի կառուցելով հայրենի օջախներ ծրագրի եւ իմաստ հարթակի աջակիցների շնորհիվ։ Ամեն ինչ, ինչ տեսնում եք մեր տներում, բացի լվացքի մեքենայից սա հայորդին արել։ Հենց հոկտեմբերից սկսեց մեզ հետ կապվելը, ինչի կարիք ունեինք առաջ անհրաժեշտության, օգնության ձեռք մեկնեց։ Միմյանց հանդեպ սիրով, հայրենակիցների հոգատար ներկայությամբ ու հույսի փոքրիկ շողերով ընտանիքը փորձում է նորից ապրել։ Ես ինձ բաներ չէի տեսել իսկականից ինձ հույս էլ չունեի, որ մեկը այդ պահի մեզ օգնի։ Բայց արդեն շփվելով համոզվեցի, որ ամեն ինչ չի որ ավարտված այլի լական մարդիկ որ կարան մեզ օգնեն, կարանք ոտքի կանգնենք, կարանք ես երեխաներին պահենք,